շնորհակալություն։ Հաջորդը պատգամավոր Շիրազ Մանուկյան, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Պարոն Ռուբինյան, դուք լիարժեք չպատասխանեցիք իմ գործընկերներին։ Միևնույն ժամանակ ես բազմիցս հարցեր եմ ուղղել ձեզ, որոնք մնացել են ուղիղ կերպով անպատասխան։ Բայց վստահ եմ, որ այս անգամ կպատասխանեք։ Դուք հետազոտական աշխատանք եք կատարել Թուրքիայում, Սաբանչի համալսարանին կից, Իստանբուլ Policy Center ուղեղային կենտրոնում։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերներին։ Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, հավուր պատշաճի է եղել, չգիտեմ, կանտովկեքը համապատասխան կերպով է եղել, նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, եթե սխալվում եմ, բայց մենք երբևիցե չենք հանդիպել եւ ես դժվար եմ պատկերացնում, որ դուք ինձ հարց տված լինեք այն պարզ բանից ելնելով, որ մենք չենք հանդիպել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, բայց ես կարծես թե չասացի, որ ես Թուրքիայի որևէ պետական աշխատողի հետ եմ հանդիպել Թուրքիայում հրանդինքի ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակցելիս, հետևաբար չեմ կարող ասել ինչ տեսք ունեին այն մարդիկ, ում ես չեմ հանդիպել։ Բայց օգտվելով առիթից ես եկեք բան անեմ, էլի, պարզացնեմ հարցը։ Այս ձեր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են, ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, նույն այս ձև 2021 թվականին, երբ որ ես ընտրվում էի փոխնախագահ ազգային ժողովի, մեր սիրելի գործընկերները այնտեղ նստած, այս նույն այս հարցերը տալիս էին։ Մի քիչ, քանի որ Թուրքիայի թեմայից ենք խոսում, սա մի քիչ նմանվում է Քշի Թուրքիա անեկդոտին, էլի։ Գիտեք այդ անեկդոտը։ Վստահաբար գիտեք։ Հիմա ես այդ հարցը մի 100 անգամ երևի պարզաբանել եմ, բայց լավ, մի չեմ զլանա, մի անգամ էլ կպարզաբանեմ։ Հրանտ դինքի հիմնադրամ կա, այդ հիմնադրամը ինչ է։ Այդ հիմնադրամը ղեկավարում է Հրանտ դինքի դուստրը, ազգությամբ հայ, Հրանտ դինքն էլ էր ազգությամբ հայ, Թուրքիայում ապրող հայ, այսինքն այնտեղ Մալաթիայում էր կարծեն ծնվել եւ ապրում էր Ստամբուլում, լրագրող, հայտնի լրագրող, որին սպանեց թուրք ազգայնականը 2007, եթե չեմ սխալ, 6 կամ 7 թվականներին։ Հիմա իր անվան հիմնադրամ կա, ղեկավարում է իր դուստրը։ Այդ հիմնադրամի շրջանակներում Եվրամիության եւ Բրիտանիայի ֆինանսավորմամբ կար ծրագիր, որտեղ Հայաստանից մի խումբ մարդիկ եւ Թուրքիայից մի խումբ մարդիկ համապատասխանաբար գնում էին Թուրքիա եւ Հայաստան եւ կապված իրանց մասնագիտությունից, մի մասը լրագրողներ էին, մյուս մասը ինչ որ հետազոտողներ եւ այսպես շարունակ։ Որոշ մի քանի ամիս անցկացնում են մյուս երկրի գործընկեր կազմակերպություններում։ Հիմա ես բնականին լրագրողն էր, իմ այդ մարդը, որ այն ժամանակ Ազատություն ռադիոկայանի լրագրողն էր։ Ինքը CNN-ում էր այնտեղի 5 ամիս անցկացրել։ Ես հետաքրքրված եմ գիտական գործունեությամբ, պլյուս ես միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորել եմ այստեղ Երևանում։ Թուրքերեն էի սովորել, ուզում էի լավացնել իմ թուրքերենը եւ Հրանտ դիմքի հիմնադրամում, հենց հիմնադրամում, ոչ թե այլտեղ, թուրքերեն դասընթացներ էի անցնում։ Միակ դասընթացը, որ ես Թուրքիայում անցել եմ, թուրքերեն լեզվի դասընթացն է եղել Հրանտ դինքի հիմնադրամում։ Ուրիշ ոչ մի կրթական ծրագրի ես չեմ մասնակցել, ինձ ոչ մեկ լեկցիա չի կարդացել, դաս չի տվել, ես չեմ ունեցել գիտական ղեկավար։ Ինձ տրամադրվել է ընդամենը մի հատ սենյակ, որտեղ ես իմ հետազոտությունը պիտի անեի, որը իդեպ ավարտին չեմ հասցրել։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եվ հա, իդեպ հարգարժան պարոն Կարապետյանը տեսա օրեր առաջ ասել էր, որ ես թաքցրել եմ, որ ես Թուրքիայում եմ սովորել, նախ չէի կարող թաքցնել, որ ես Թուրքիայում չեմ սովորել։ Ես Թուրքիայում, ինչպես ասացի, գիտական ծրագրով էի, բայց բացի դրանից նույնիսկ դա չեմ թաքցրել, որովհետև ես օրինակ արտաքին գործերի փոխնախարար եմ նշանակվել 2018 թվականի մայիսի վերջին եւ 2018 թվականի հունիսի սկզբին իմ առաջին հարցազրույցում փոխնախարար նշանակվելուց հետո Mediamax, կարող եք Google-ում փնտրել Ռուբեն Ռուբինյան Mediamax, ասել եմ, որ ես Ստամբուլում էի Հրանտ դինքի ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո ստեղ ես ամբիոնից 2021 թվականին փոխնախագահ ընտրվելուց եմ պատասխանել հարգարժան Հայաստան խմբակցության գործընկերներին, Տիկին Խամոյանի հետ հանրահայտ զրույց ունեցանք եւ այսպես շարունակ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եթե հավելյալ հարցեր մնացին, կարող եմ պատասխանել։ Եթե ասածից հետաքրքրում է, ասեմ, այնտեղ սիրում էի ուտել բան,
քեբաբ, Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, եթե սա ձեզ հետաքրքիր է, էլի, համով բաներ։ Այնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր։ Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ուսումնասիրել, հայկական համայնքի ներկայացուցիչներին, որ հանդիպում էի, սիրով շփվում էի, այսպես շարունակ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք, չունեք։ Ուղղակի զարմանալի է, որ ձեր ասած մարդկանց, նույնիսկ այն լրագրողը, որը ձեր հետ եղել է, Սերդար Քլեչը նրան չի շնորհավորել, նույնիսկ առաջինը։ Պարոն Մանուկյան, ճիշտ ասած, էլի չեմ հասկանում ձեր հարցի տրամաբանությունը։ Ես եղել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հատուկ ներկայացուցիչ լինելը եւ ընդհանրապես դիվանագիտությունը ենթադրում է ունենալ նորմալ հարաբերություններ քո դիմացինի հետ, հատկապես եթե քո առաքելությունն է դիմացինի ներկայացրած երկրի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եվ ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքը ինձ շնորհավորի։ Ընդհանրապես ես այդ օրը շնորհավորանքներ եմ ստացել ոչ միայն Թուրքիայի հատուկ ներկայացուցիչից, այլ ինձ այդ թվում ոչ հրապարակային գրել են տարբեր տեղերից։ Օրինակ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում ինձ շնորհավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, հուսով եմ դեմ չի լինի որ ասեմ, եւ այսպես շարունակ այլ գործընկերներ։ Շնորհակալություն։ Հաջորդը Իդեպ շնորհավորում եմ ձեզ, պարոն Մանուկյան, պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեզ։ Տեսեք, հետաքրքիր բան է ստացվում։ Սերդար Քլեչը ինձ է շնորհավորել, ես ձեզ եմ շնորհավորում։ Քաշվակ։ Հաջորդը Մեսրոպ Մանուկյան, Հայաստան խմբակցություն։